Բարև սիրելի դիրներ, մենք բոլորս տեսնում ենք ինչ է կատարվում մեր երկրում, ես ճիշտ ասած այն սերնդից չեմ, որ ապրել է սոցիալիստական ժամանակահատվածում, բայց ես տեսնում եմ, գնահատում եմ, լսում եմ, ամենակարևորը, որ Երևան քաղաքն եմ ես տեսնում, սոցիալիստների կառուցած քաղաքը, որը մինչ այսօր քանդում ու ավիրում են, բայց չի ստացվում, չեք տող։ Նույն այսօր երիտասարդության մեջ էլ կան շատերը, ովքեր սոցիալիստական գաղափարախոսությունը համարում են ավելի ժողովրդավար, ավելի մտածող քաղաքացու մասին, քան որևէ մեր երկրում 35 տարվա ղեկավար։ 35 տարվա ընթացքում մենք միայն տեսել ենք արյուն, աղետներ, մենք միակ ուժն ենք սոցիալիստներով, որոնք որ դեմ են կապիտալիստական այս համակարգի։ Հայաստանի Հանրապետությունը գնում է դեպի կործանման։ Ուստի ես նորից կկրկնեմ, ժամանակն է ժողովուրդ ջան, հասկանալու մի պարզ ճշմարտություն, որ այս տարիների ընթացքում դուք ուղղակի ձայներ եք տվել տարբեր անունների, բայց գործողությունները սխեման նույնն է եղել։ Սիստեմը կյանքում չի փոխվելու։ Բոլորի նպատակը հարստանալն է։ Ձևավորվել է օլիգարխական հասարակարգ։ Ուստի այդ օլիգարխական հասարակարգի վերջը միայն կարող է լինել սոցիալիստը։ Ցանկացած սոցիալիստ այսօր իր ամեն ինչը թողած պայքարում է Արցախի վերադարձի համար, պայքարում է Մասիս Սարի համար։ Ուստի եթե չլիներ սոցիալիստական Հայաստանը, մենք չէինք ունենա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մենք չէինք ունենա Սարդարապատ, որտեղ Իլհամ Ալիևի հայրը եկել և խոնարհվել է Թուրքիայի պարտության խորհրդանիշի առջև։ Ուստի խնդրում եմ բոլորիդ, ժամանակն է սթափվենք, շատանանք, միանանք և հասկանանք ինչ ենք անում։ Շնորհակալություն։